Երբևէ դադարել եք արտացոլել, թե ինչու է կյանքը այդքան դժվար, ինչու նույնիսկ երբ մենք ամեն ինչ անում ենք ճիշտ, աշխարհը պնդում է, որ մեզ գցեն հատակին, ինչու են նրանց շրջապատի մարդիկ այնքան բացակայում են իրենց իսկ խնդիրների մեջ, որ նրանք հազիվ են նկատում մերը, երբեմն տպավորություն է թողնում, որ ոչ ոք չի հետաքրքրում, եւ ինչ որ բան գիտեք, սա հենց այն է, թե ինչպես են գործերը, ես չեմ ասում, որ ձեզ հուսալքելու համար, բայց ձեր աչքերը բացելու համար։ Երբ նա ավելի երիտասարդ էր, նա խստորեն հավատում էր դատարանին, ես մտածեցի, որ եթե ես անկեղծ լինեի, աշխատասեր եւ ամեն ինչ ուղիղ անելը, աշխարհը կպարգեւատրի ինձ, բայց իրականությունը ցույց տվեց ինձ հակառակը, ես գտա մարդկանց, ովքեր ստում էին, դավաճանում էին եւ ուրիշներին օգտագործում էին իրենց շահի համար, ես տեսա, որ պայծառ գաղափարներ եւ լավ պլաններ փլուզվում են պատահական հանգամանքների կամ ուրիշների դաժանության պատճառով, եւ գիտեք, թե ինչ եմ ես հասկացել, կյանքը զբոսանք չէ այգում։ Դա մարդ է, մի ճակատամարտ, որտեղ կանոնները չեն մտածել ձեր մասին, մի ճակատամարտ, որում երբեմն պետք է ավելի խելացի լինես, քան մյուսները գոյատևելու համար։ Բայց ահա ամենահետաքրքիր մանրամասները։ Այն հենց այս քաոսում են, աշխարհի այս կարծրության մեջ, որ իրական ուժը ծնվում է, ամեն ոք, ով հասկանում է, որ աշխարհը ձեզ չի հետաքրքրում, ով է ակնկալում ուրիշներից բարերարներ ակնկալել, սկսում է գտնել իրենց ճանապարհը, ես դա անվանում եմ գոյատևման իմաստություն, եւ ես ուզում եմ այս գաղափարը կիսել ձեզ հետ, որովհետեւ հավատացեք ինձ, ես տեսել եմ մարդկանց, ովքեր ճնշում են գործածում եւ այլոց, ովքեր, չնայած ամեն ինչին, վեր կացան եւ առաջ գնացին, նրանց միջև տարբերությունը տաղանդի, հաջողության կամ կապի մեջ չէ, հասկանում եմ, թե ինչպես է գործում աշխարհը եւ ինչպես գոյատևել դրանում։ Այժմ ես կբացահայտեմ ծանր, բայց անհրաժեշտ ճշմարտություն։ Ոչ ոք չի գա ձեզ փրկելու համար, ոչ կառավարությունը, ոչ ընկերները, ոչ ընտանիքը։ Ես սա ասում եմ ցավի եւ ջերմության խառնուրդով եւ չի նշանակում, որ աշխարհը ձեր թշնամին է։ Դա միայն նշանակում է, որ նա պարտավորություն չունի իր դաշնակից լինել։ Եթե սպասում եք, որ ինչ-որ մեկը երկարացնի ձեր ձեռքը, ապա ինչ-որ մեկը ճանաչում է ձեր ջանքերը կամ տաղանդը, կարող եք վստահ լինել, որ ժամանակը կանցնի, ձեր երազանքները կթուլանան, ձեր կյանքը կթողնի մատների միջև, եւ դուք նույնիսկ չեք գիտակցելու, թե երբ եք եղել այն կողմերն դիտելով, թե ինչ եք ուզում այդքան ցանկալի։ Եվ ահա, որտեղ ամեն ինչ սկսում է իմաստ ունենալ, կյանքը մարդ է, եւ այս մարդուն կան կանոններ, ոչ թե նրանք, ովքեր դասավանդում են դպրոցում կամ ինքնուրույն գրքեր, բայց իրական կանոններ, փորձարկված ժամանակով, իմաստուն կանոններ, որոնք օգնում են հատել դժվարությունները առանց չթողնելու։ Ես բավականաչափ ապրում էի այս կանոնները հասկանալու համար, ես նրանց տեսա գործողության մեջ, ես եւ նրանց, ովքեր դիմադրում էին, չնայած ամեն ինչին, եւ ես ուզում եմ, որ դուք այսօր լսեք դրանք, քանի որ եթե դրանք չգիտեք, աշխարհը նրանց կսովորեցնի ամենացավոտ ճանապարհը, եւ ես նախընտրում եմ ձեզ գոյատևել եւ սովորել հաղթել։ Սակայն հետևելուց առաջ թույլ տվեք հարց տալ։ Դուք պատրաստ եք դադարեցնել հանգամանքների զոհ լինելը, պատրաստ եք սպասել, որ ինչ-որ մեկը փրկի ձեզ եւ սկսեք գործել ինքնուրույն։ Եթե պատասխանը այո է, ապա շարունակեք այստեղ, քանի որ այդ ժամանակ ես կբացահայտեմ աշխարհի գոյատևման 12 սկզբունք, որը կարող է անտարբեր թվալ, բայց այնտեղ, որտեղ նրանք, ովքեր գիտեն այս կանոնները, կարող են լինել ավելի ուժեղ եւ նույնիսկ երջանկություն են գտնում։ Եվ իմացեք, այս սկզբունքները generic book, ի խորհուրդներ չեն, սրանք կոնկրետ քայլեր են, հիմք ընդունելով իրական փորձի, սխալների, հաղթանակների եւ պարտությունների վրա, ես կփոխանցեմ անձնական պատմություններ։ Որոշ զվարճալի, որոշ ծանր, մի քանի դառը, բայց միշտ ճշմարիտ, դուք կլսեք, թե ինչպես ես իմացա իմ սեփական գայթակղիչ բլոկներից, ինչպես ես կորցրեցի փողը, ընկերներն ու հնարավորությունները, եւ ինչպես, բայց ես ուժ կտա բարձրանալու եւ շարժվել։ Մոտ անկանում եք իմանալ, թե ինչպես հնարավոր է, ինչպես գոյատևել առանց էությունը կորցնելու, երբ ամեն ինչ կարծես համաձայնվում է քո դեմ, այնպես որ այստեղ մնացեք, քանի որ այն, ինչ առաջ է ընթանում, գիտելիքներ են, որոնք կարող են վերափոխել ձեր կյանքը, եւ եթե հետևում եք մինչև վերջ, դուք կհասկանաք առանցքային բան։ Ոչ ոք չի վերահսկում աշխարհը, բայց բոլորը կարող են։ Սովորեք ինքներդ ձեզ վերահսկել դրա մեջ։ Այսպիսով, բնակվեք, պատրաստվեք լսել պատմություններ, որոնք կզարմացնեն, կծիծաղեն եւ ամենից առաջ կդարձնեն ձեզ մտածել, քանի որ կյանքը մարդ է, եւ եթե ուզում եք ոչ միայն գոյատևել, այլև սովորել հաղթել, սա է ժամանակը։ Մնացեք մինչև վերջ, եւ ես խոստանում եմ, որ ձեզ միայն 12 կանոն չեք սովորելու, դուք կիմանաք, թե ինչպես ապրել, որպեսզի աշխարհը դադարի թշնամական, ինչպես գործել, երբ բոլորը անտարբեր են, եւ ինչպես դառնալ մեկը, ով, չնայած ամեն ինչին, շարունակում է առաջ տանել։ Մենք գալիս ենք հարցի սրտին։
Կյանքը մարդ է, եւ դրանում գոյատևելու համար մենք պետք է իմանանք կանոնները։ Ես նրանց անվանեցի գոյատևման իմաստություն, քանի որ նրանցից շատերը սովորեցին որպես երեխա, ընտանիքիս եւ դաստիարակների հետ, եւ կյանքի ընթացքում կյանքի փորձը հաստատեց միայն դրա արժեքը։ Այս կանոնները փորձարկվել են ըստ ժամանակի, ընկնումների եւ հաղթանակների։ Այսօր ես ուզում եմ նրանց հետ կիսել։ Առաջին կանոն. երբեք մի ակնկալեք, որ ինչ-որ մեկը ձեզ փրկի, երբ նա ավելի երիտասարդ էր, նա շատ էր կախված ուրիշների վրա, ընկերներ, հարազատներ, ուսուցիչներ, բայց ամեն անգամ ինչ-որ բան սխալ էր ընթանում, դաժան ճշմարտություն էր սահմանվել։ Ոչ ոք ստիպված չի լինում օգնել ձեզ, տատիկս միշտ ասում էր. Եթե լավ բան եք ուզում, արա ինքներդ։ Ես տեսա, որ մարդիկ սպասում են օգնության եւ անհայտ կորած հնարավորությունների։ Ես սովորեցի նախաձեռնել նախաձեռնությունը, նույնիսկ այն դեպքում, երբ ոչ ոք իմ կողմն են աջակցելու, սա է ամեն ինչի հիմքը, առանց դրա դուք մնում եք հանգամանքների ողորմության մեջ, եւ կյանքի ընթացքը կարող է այն նետել քարերի դեմ։ Երկրորդ կանոն. արժեք ձեր ժամանակը։ Երիտասարդության մեջ նա վատնում էր օրերը դատարկ խոսակցություններում, ավելորդ հանդիպումներ եւ սոցիալական ցանցերում։ Ժամանակը ամենաթանկ առանձնահատկությունն է։ Երբ ես կորցրեցի ամիսներ, որոնք սպասում էին ճիշտ ժամանակին, հասկացա. երբեք չի հասնի, սովորեք ասել ոչ այն ամենը, ինչը ձեզ չի առաջացնում առաջ, հոգ տանել ձեր ժամերի մասին, քանի որ դրանք արժեն ավելին, քան փողը։ Երրորդ կանոն. պատրաստ եղեք ցավի եւ ձախողումների համար։ Կյանքը երջանիկ ավարտական ֆիլմ չէ, կորուստները, դավաճաններն ու սխալներն անխուսափելի են։ Երբ ես կորցրի մի աշխատանք, ես զգացի, որ աշխարհը փլուզվել է, բայց այս փորձությունների միջով ես հասկացա. յուրաքանչյուր հարված է մեզ, երբ կարծում եք, որ այլևս չեք կարող դա վերցնել, հիշեք, որ դա սկա սովորելու, մի փախչեք ցավից։ Օգտագործեք այն որպես վառելիք աճեցնելու համար։ Չորրորդ կանոն. պահեք ցուրտ գլուխը եւ տաք սիրտը, զգացմունքները հաճախ մեզ հանգեցնում են սխալ որոշումների։ Ես կորցրել եմ մեծ գումարներ, որոնք գործում են զայրույթի ջերմության վրա, պատճառը ասում է, դադարեցրեք, մտածեք, ռազմավարություն կատարեք, սիրտը ասում է, գործիր ազնվությամբ եւ հաշվի առնել ուրիշների համար, երկուսի միջև հավասարակշռությունը գոյատևելու եւ բարգավաճման բանալին է։ Հինգերորդ կանոն. մի ամաչեք սովորել բոլորից։ Հին ասացվածքն ասում է, որ յուրաքանչյուր մարդ գիրք է։ Ես տարեցներից իմացա փողոցներում, ընկերներ եւ նույնիսկ թշնամիներ, երբեմն իմաստությունը հայտնվում է այնտեղ, որտեղ մենք առնվազն ակնկալում ենք դա։ Մի անգամ փորձառու վաճառականից մի պարզ խորհուրդներ մեծ սխալից խուսափեց ինձ, միշտ տեղյակ լինել, ներծծեք նրանց, ովքեր անցել են իրենց ճանապարհը։ Վեցերորդ կանոն. սխալները գործիքներ են, ոչ թե պատժամիջոցներ։ Ես արդեն կորցրել եմ գումար, բանակցություններ եւ ընկերություններ, բայց սայթաքում էր, որ ես իմացա, թե ինչպես պետք է կառուցել ռազմավարություններ, պլանավորել եւ չկրկնել նույն սխալ ընկալումները։ Սխալները նման են հայելիների։ Նրանք ցույց են տալիս, թե որտեղ պետք է բարելավենք, ոչ թեմաները։ Իմացեք նրանցից։ Յոթերորդ կանոն. եղեք ռազմավար, ոչ միայն խաղացող։ Կյանքը չի սիրում իմպրովիզացիաներ։ Ես հանդիպեցի այն մարդկանց, ովքեր ապրում էին ավտոմատ կերպով, եւ բախտը երբեք նրանց կողմ չէր։ Նրանք, ովքեր պլանավորում են, կանխատեսում եւ նպատակային են լինում։ Շատ ավելի հավանական է, որ հաղթական լինեն, ողջույնի եւ կորածի միջև եղած տարբերությունը առաջիկա մտածելու ունակության մեջ է։ Ութերորդ կանոն. արժեք ազնվություն, բայց միամիտ մի եղեք։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ազնվությունը սուրբ էր, բայց կյանքը ինձ սովորեցրեց, որ աշխարհը միշտ չէ, որ այդ առաքինությունը վերադարձնում է արդարադատության հետ։ Անկեղծ լինելը չի նշանակում խոցելի լինել, ազնվությունը ուժ է, բայց յուրաքանչյուր ուժ պաշտպանություն է պետք։ Թույլ մի տվեք, որ նրանք շահարկեն իրենց լավ մտադրությունները, սովորեք ճանաչել, երբ դրանք ձեր սահմանները եւ գիտեն, թե ինչպես պաշտպանել ինքներդ ձեզ, առանց կորցնելու ձեր ամբողջականությունը, խիստ հետախուզության հետ անպարտելի է։ Իններորդ կանոն. evolves non-stop. Ուսումը չունի ժամկետի ավարտ, ամեն օր հմտությունները բարելավելու հնարավորություն են, գիտելիքները ընդլայնելու եւ ուժեղանալ։ Ես տեսա, որ մարդիկ լճում են, քանի որ կարծում էին, որ նրանք արդեն բավարար գիտեին եւ աշխարհը գերազանցեց նրանց։ Ներդրումներ կատարեք ինքներդ ձեզ որպես ձեր ամենաարժեքավոր ակտիվը, քանի որ այն է, գրքեր, դասընթացներ, դաստիարակներ, փորձառություններ։ Ամեն ինչ հաշվում է, ով դադարում է, կորցնում է, ով է զարգանում, գերակշռում է։ 10-րդ կանոն. խուսափեք թյուրանցումներից, հեշտ ճանապարհները սովորաբար հանգեցնում են թակարդների կամ դատարկ հաղթանակների։ Ամեն անգամ, երբ ես արագ լուծումներ էի փնտրում, հիասթափություն էի հավաքում, դժվարությունները ձևավորվում են։
Նրանք սեզոնում են իրենց բնավորությունը, ոչ թե թեման, սովորեք աջակցել ճնշմանը, հաղթահարել խոչընդոտները եւ յուրաքանչյուր աշնանից քաղվածքներ քաղել, սա ձեզ կդարձնի ուժեղ, ոչ միայն հաջողակ, ճշմարիտ հաղթանակը կառուցված է քրտինքով, ոչ թե հաջողություն։ 10-րդ կանոն. Ընտրեք ձեր շրջանակը իմաստությամբ, դուք միջինում եք այն 5 մարդկանց, որոնց հետ ամենաշատն եք ապրում, ես տեսել եմ, որ տաղանդները կորչում են թունավոր միջավայրում, որտեղ նախանձը եւ հոռետեսությունը շնչում էին որևէ աճ, շրջապատեք նրանց, ովքեր ոգեշնչում են մարտահրավեր եւ բարձրացնում, այս մարդիկ միշտ չէ, որ պետք է լինեն ձեր կողքին, բայց դրանց ազդեցությունը կլինի մշտական, լավ շրջապատը նման է բարենպաստ քամին։ Այն արագացնում է ձեր ճանապարհորդությունը։ 10-րդ կանոն. Երբեք մի կորցրեք հույսը, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում, երբ ճնշումը գալիս է բոլոր կողմերից, միշտ կա բաց թողում։ Ես հանդիպեցի մարդկանց, ովքեր վերակառուցեցին իրենց կյանքը զրոյից սնանկություններից հետո, դավաճաններն ու ճգնաժամերը, եւ այսօր ճկունության օրինակներ են, հույսը պատրանք չէ։ Դա վառելիք է, առանց դրա, դուք պարզապես գոյություն ունեք, նրա հետ դուք ապրում, պայքարում եւ վերափոխվում եք։ Այս 12 կանոնները տեսություն չեն։ Ես դրանք ապրում էի մաշկի վրա, եղել են ժամանակներ, երբ ես ընկա եւ ժամանակներ, երբ ես ուժեղացա, երբ դրանք կիրառեք, կյանքը այլևս անիմաստ քաոս չէ, այն դառնում է ռազմի դաշտ, որտեղ դուք ունեք զենք, գոյատևելու, հաղթելու եւ նույնիսկ երջանկություն գտնելու համար, եւ ահա ամենադժվար ճշմարտությունը։ Կյանքը երբեք հեշտ չի լինի, բայց դուք կարող եք պատրաստ լինել ձեր մարտերին։ Այս կանոնները ձեր վահանն են եւ ձեր թուրը, նրանք ձեր միտքը պարզ կպահեն, ձեր հավատքը անձեռնուխելի է եւ գործելու ձեր կարողությունը, երբ աշխարհը անտարբեր է թվում, բայց կա վճռորոշ մանրուք։ Ոչինչ չի փոխվում, եթե չփոխվի, կյանքն ավելի պարզ չէ միայն։ Դուք սովորում եք նավարկելու ձեր փոթորիկները։ Իրական ազատությունը խնդիրների բացակայությունն է, այլ աշխարհում ամուր մնալու ունակությունը, որը ձեզ չի հետաքրքրում։ Այս կանոնները ինտեգրելիս աշխարհն այլևս թշնամի չէ, այն դառնում է ասպարեզ, որտեղ դուք կառուցում, ստեղծում եւ նվաճում։ Եվ հիմա, մի գաղտնիք, որը հասկանա տարիներ։ Հաջողությունը միայն փող կամ համբավ չէ, դա ձեր սեփական կյանքի տերն է, չնայած անբարենպաստություններին։ Եթե այս բովանդակությունը ձեր աչքերը բացեց նոր հնարավորություններին, եթե տեսել եք, թե ինչպես կարող եք գոյատևել, հաղթեք եւ մնացեք, խնդրում եմ ձեզ քայլել, հետևեք այս ալիքին, այստեղ եկեք բացահայտենք ավելի շատ պատմություններ, ավելի շատ փորձեր եւ ավելի շատ գործիքներ ձեզ համար ոչ միայն գոյատևում, այլև բարգավաճում։ Գրանցվելն ուղղակիորեն սեղմելով կոճակը, դա նվիրվածություն է ձեզ համար։ Պարտավորությունը լինել մի խումբ, որն ընտրում է ապրել քաջությամբ, ազնվությամբ եւ իմաստությամբ։ Հիշեք, կյանքը մարդ է, դուք կարող եք ընկնել, բայց կարևորը վեր կենալն է, կարող եք կորցնել, բայց էականներն այն են, որ սովորել եւ առաջ շարժվել, կարող եք միայնակ զգալ, բայց եթե տեղյակ եք եւ որոշեք, դուք երբեք չեք պարտվի։ Ավարտելու համար ես թողնում եմ մի պարզ, բայց հզոր գաղափար։ Մի սպասեք, ոչ թե թեման գործեք, թույլ մի տվեք, որ հանգամանքները թելադրեն ձեր նպատակակետը, ձեր միտքը պայծառ պահեք, սիրտը տաք է, սովորեք բոլորից եւ երբեք հույսը կորցրեք, մնացածը կգա միայնակ։ Կյանքը ծանր է, բայց դա անպարտելի չէ, եւ դու նույնպես։ Ոչ։ Նա ողորմություն չունի նրանց, ովքեր գիտեն կանոնները, բայց պարգևատրում են նրանց, ովքեր տիրում են նրանց, այս 12 սկզբունքները պարզապես ուղեցույց չեն։ Դրանք ձեր կողմնացույցն են, այսօր դրանք գործնականում դրեք, ոչ վաղը, ոչ թե հաջորդ շաբաթ, բայց հիմա, քանի որ այն գործողության մեջ է, որ սկսվում է վերափոխումը։ Եվ երբ արևը նորից ծնվում է, զարմանալի բան կնկատեք։ Աշխարհը հանկարծ չի փոխվել, բայց դա տեսնելու ճանապարհն է, խոչընդոտները դեռ այնտեղ են, բայց հիմա նրանց ավելի պարզ եք բախվում, ակատամարտերը շարունակվում են, բայց նրանց դեմ արդեմ ուժը ավելի մեծ է, եւ լավագույնը, այս ուժը դրսից չի եկել։ Նա միշտ ձեր մեջ էր, պարզապես պետք էր արթնանալ։ Սկսեք, մնացածը հետևանք է։